Բոլորին բարի օր եւ բարի վերադարձ Mountain High Farms, Ջրաղացի ձոր Դիլիջան ազգային պարկ Տավուշ։ Այսօր 2026 թվականի հունիսի 13-ն է։ Օրացույցային ամառ բայց փաստացի սեզոնային գարուն։ Սա մեր մայրամանկական գլխաքանակն է սև անգուսների եւ եթե եւ կարծեմ պետք է հետաքրքրի մեր ուրեմն թե ինչպես ենք մենք կառավարում, ինչպես ենք փոխում տեղամասերը մեր ուրեմն արոտային տեղամասերը անգուսների եւ դորպերների համար երեք ես ունեցել եմ տեսանյութ, այնտեղ երևում է թե որտեղ էր այս գլխաքանակը, այդ տեսանյութի հղումը հենց հիմա կերևա վերևում, կարող եք նայել եւ հիմա թե որտեղ են, այսպիսի քայլերով, արդեն համարյա լավ մեծ քայլերով մենք տեղափոխվում ենք առաջ։ Եթե ուզում եք ցույց տամ վիզուալ, ուրեմն այդ դորպերները, որ երևում են, իրենց հետևում երևում են ցցերը, էլեկտրական հովի, այդ ցցերից այն կողմ մեր երեկվա արոտային տեղամասներ։ Մեր հետևորդները գիտեն նաև, որ մենք մեր արոտային տեղամասերը փոփոխության ենթարկելու, շարժվելու, մեր շարժերը, քայլերը ուրեմն որոշելու համար մենք արդեն նաև հաստարվանից օգտագործում ենք գերժամանակակից եղանակային օդ երևույթաբանական կայան, որը ցույց տամ գտնվում է հենց մեր կենտրոնի վերևում, տեսնում եք ամերիկյան դրոշը, ամերիկյան դրոշից ձախ, նա երևում է տեղադրած, որը հաշվում է տասնյակ տվյալներ, խոնավությունից սկսած եւ օդի արևային ճառագայթում, օդի մաքրություն, տեղումների քանակ, հազար մի բան եւ անում է վերլուծություն դրան։ Այդ կանին միացված է երկու արհեստական բանականություն, որոնք կարդում են տվյալները եւ վերլուծում են դրանք մեզ համար, նույնիսկ միացած է նաեւ Alexa, որը հիմնականում մեր հաղորդակցությունն է, բանավոր հաղորդակցություն այդ եղանակային կայանի հետ, որը մեզ բանավոր տվյալները փոխանցում նայել է միացված եղանակային կանին եւ մենք այսպիսով ճշգրտում ենք մեր քայլերը, ինչպիսի քայլեր պետք է անենք, տեղափոխում ենք, ինչ արագ անենք, որ տեղամասերը, ինչ սպասենք, ինչպես է մեր մոտ վեգետացիան զարգանում, առաջ ընթանում եւ այլն։ Եվ դրա մասին նույնպես կան տեսանյութեր, կտեղադրեմ երկուսը Երևան վերևում, որպեսզի բոլորդ կարողանաք նաև նայել այդ տեսանյութերը, որտեղ ավելի մանրամասն բացատրում, թե ինչպես ենք մենք օգտագործում եղանակային կանը եւ արհեստական բանականությունը արոտների կառավարման համար։ Սա երկուս։ Հիմա այսօր ուզում եմ խոսել այն երկու կարևոր թևերի, մասերի, բաժինների, գործընթացների մասին, որոնք կազմում են ձեր արոտային վերականգնողական ֆերմայի մասը, ձեր կամ մեր, տվյալ դեպքում մեր։ Մենք ունենք երկու հիմնական մաս մեր ֆերմայում, սրանք առանձին մասեր են եւ ամեն մեկը ունի իր նշանակությունը եւ իր գործառույթը։ Առաջինը դա մեր մայրերն են եւ աղջիկները, որոնց գլխաքանակը տեսնում եք այստեղ։ Մենք դեռ գտնվում ենք մեր ֆերման, գտնվում է դեռ գլխաքանակը մեծացնելու փուլում, այսինքն մենք նպատակ ունենք հասցնել մեր հզորությունը 250-ից միգուցե 300 մայրական գլխի եւ ուստի ամեն մի ծնված աղջիկը, որ մենք ունենք, պահում ենք մենք, որպեսզի մեծացնենք։ Հիմա աղջիկների կամ մայրերի գլխաքանակը ունի հիմնական ուրեմն գործառույթ, Դա ձեր տնտեսության
արտադրական ակտիվն է, շարժիչ ուժը։ Այս գլխաքանակն է ապահովում ամեն տարի մեկ մայրից մեկ հորդ, որ պետք է ստանաք, և այդ հորթերին մեծացնել, մեկ տարի պահել, մինչև տնտեսությունը նրանց նշանակությունը որոշի։ Սա ձեր գործարանն է, մայրերը և աղջիկները, իրենք են արտադրում ձեր ակտիվը, որը մեկ հորդ տարում անպայման։ Եթե մայրը չի տալիս ձեզ տարին մեկ հորդ, ուղարկեք իրեն քաղաք։ Քաղաքում լիքը բան կանեն, իր հետ կուտեն, չգիտեմ, միգուցե կպահեն, որպես ընտանիք ընթանի, կատակ եմ անում։ Սա իրենց հիմնական ուրեմն աշխատանքը և նշանակությունը։ Ծնել, պահել, մեծացնել մինչև մեկ տարի, մինչև որ դուք որոշեք ինչ եք անելու իրենց հետ։ Եթե դրանք աղջիկներ են, այդ ծնվածները, ուրեմն բնականաբար դուք ամենասկզբից որոշել եք իրենց պահեք, որպեսզի դառնան մայր, ավելացնեն ձեր գլխաքանակը արտադրող, եթե այդպես եք ուզում, կամ փոխարինեն մայրերին, որոնք միգուցե շատ են մեծացել, պետք է խոտանվեն, կամ միգուցե դուք որոշում եք այդ մեկին խոտանեք։ Օրինակի համար մենք, երբ որ ծնվում են զույգ հորթիկներ, մեկը արու, մեկը էգ, ուրեմն էգը արուի հետ զույգ ծնված էգը սովորաբար չի բեղնավորում իր մոտ մոր արգանդում, չեն զարգանում այն ռեպրոդուկցիոն օրգանները, համակարգերը, որոնք էգին պետք են, քանի որ զույգը, փոքրիկը իր հետ որովայնում գտնված ճշում է այդ հորմոններով, այդ օրգանների զարգացման վրա։ Եվ ուստի մենք օրինակի համար որոշում ենք, որ այդ երինջին, չնայած ինքը աղջիկ է, պետք է խոտանենք, պետք է ոչ թե խոտանենք, այլ մթերենք ցուլիկների հետ միասին։ Եթե ծնվել է ցուլիկ, տղա, ուրեմն էլի որոշում եք, նա արտադրողը, այսինքն նրան պետք է պահեք գենետիկան ուժեղացնելու համար ձեր գլխաքանակի, թե պետք է մթերեք։ Եվ ես պետք է ասեմ, որ ես երկու խմբերի մասին, տղաների և աղջիկների, ես նույնպես ունեմ տեսանյութեր, որոնք կտեղադրեմ։ Սկզբից կտեղադրեմ հիմա վերևում կերևա աղջիկների մասին տեսանյութը, որը ես պատրաստել եմ ավելի մանրամասն։ Հիմա շուռ գանք և վերադառնանք մեր տղաներին։ Մեր տղաները գտնվում են Ջրաղացու գետի այն ափին, մյուս ափին, և հենց հիմա հարացում են առանձին։ Ինչու են իրենց առանձնացրել։ Նախ, որովհետև սա երկրորդ ձեր թևն է, երկրորդ ճյուղը, երկրորդ գործառույթը, սա տղաներն են։ Իրենք պետք է լինեն առանձնացված։ Հիմնական ժամանակը պետք է լինեն առանձնացված, եթե ոչ անընդհատ առանձնացված։ Եվ առանձնացված այնքան, որպեսզի չկարողանան խոչընդոտ լինի իրանց միանալու մայրերին և աղջիկներին, որը անընդհատ ուզելու են։ Մենք այս դեպքում որպես բնական բարիեր օգտագործում ենք գետը։ Եվ տղաների տեղամասերը գետից այն կողմն են, աղջիկներինը գետից այս կողմ։ Ուրեմն տղաները իրենց ունեն երկու գործառույթ։ Առաջինը, քանի որ իրենք ձեր արդեն ապրանքային հզորությունն են, ապրանք, միս, իրենց հիմնական դերը արածել, եթե լավ եք կառավարողները, ուրեմն ինչքան նոր է բարձր մթերատվությամբ, բարձր քանակի, շատ քանակով միս արտադրելն է։ Սա հիմնական իրենց գործառույթն է։ Մենք մթերում ենք 2 տարեկան, այսինքն 1.5-ից արդեն 2 տարեկան, այսինքն
անցած տարվա ծնված փոքրիկներին, տղաներին մենք մտերում ենք այս տարվա վերջին։ Եվ տղաների մասին նույնպես ես ունեմ տեսանյութ, հղումը կերևա հիմա վերևում, աջ կողմում կարող եք առանձին նայել ավելի մանրամասն, բայց սա առաջինը, որ ձեր ապրանքային իրանք բանն են, ապրանք արտադրողներն են, երկրորդը, որ այդ տղաների մեջ դուք արդեն որոշում եք, թե որոնք են արտադրող ցուլերը, որոնք չպետք է մթերվեն, այլ պետք է պահվեն, որպեսզի սերունդ կարողանան շարունակեն։ Մսային անասնապահության մեջ, տավարաբուծության մեջ բանը ռեյշիոն 1:20-ի կամ 30-ի, 1 ցուլ 20 կովի համար կամ 30 կովի համար։ Մենք սովորաբար աշխատում ենք շատ բան չանենք, սովորաբար աշխատում ենք ապահով լինել եւ օգտագործել 1:20-25-ի այդ միջակայքը։ Եվ մեր համար, ինչպես ասեցի, նաև որ կարևոր է, որպեսզի ծնիցինը կառավարվի, մենք ծինը պետք է կառավարենք անպայման, եթե չկառավարենք ահագին դժվարանում է մեր աշխատանքը, մենք այնպես ենք անում, որպեսզի մեր ծնի սեզոնը սկսվի արդեն ապրիլի վերջ մայիս, երևի ավելի ճիշտ է մայիս, որովհետև խոտը ավելի շատ է, այսինքն մայրերը կարողանում են արդեն ավելի շատ կաթ ունենալ եւ փոքրիկների համար արդեն արոտները կա, կաթը լավ է եւ փոքրիկների համար ստեղծում է լավ ստարտի հնարավորություն արագ։ Առաջի ամիսները աճի շատ կարևոր են, որպեսզի նա եթե երբ որ լավ ստարտ է ունենում, արագ սկսում է աճել, հետագայում զարգանում է, նաև արագանում է նրա հետագա աճը։ Եթե ձեր փոքրիկը ծնվի աշնան, խոր աշնանը կամ աշնան մեջտեղում, արոտավայրերը այդքան լավ չեն, ամենասկզբի աճը դանդաղ է, հետո գալիս է ձմեռը, եթե այդ փոքրիկին չկորցնեք ձմեռվա ընթացքում, որտեվ մայրը արդեն ավելի քիչ է ստանում, արտադրում կաթ, փոքրիկը ստանում է քիչ կաթ, դանդաղում է, թուլանում է, եթե չկորցնեք, ուրեմն շատ դանդաղաճ փոքրիկ եք ունենալու, սա ձեզ պետք չի։ Երկրորդը պետք է կառավարվի ծինը, որովհետև դուք ուզում եք, որպեսզի ծնի սեզոնը, որ ամենակարևորն է, ձեր ամբողջ աշխատակազմը պետք է կենտրոնացած լինի միայն դրա վրա, ուրիշ բաների վրա չկենտրոնանա, որպեսզի աշխատանքները կարողանաք հետագայում կազմակերպել ավելի էֆեկտիվ։ Ցակ ու ցրիվ ծինը անընդհատ ուշադրությունը շեղելու է տարբեր գործերից եւ ազդելու է փոքրերի արագ զարգացման վրա։ Այսքանը է երկու կարևոր մեր թևերի մասին, նշանակությունների մասին, մեկը մյուսից կարևոր է, երկուսը միասին դա տնտեսություն է եւ կառավարումը պետք է լինի ճշգրիտ, պետք է լինի արդյունավետ, որպեսզի կարողանաք ստանալ արդյունք։ Այսքանով ավարտեմ այսօր, ուզում նորից խնդրել, որպեսզի բոլորդ բաժանորդագրվեք մեր գարելիքին, տեսանյութի վերջում կերևա այդ աջ կողմում կերևա կոճակը մայր սևանգուսի պատկերով, այդ հղումով կարող եք մտնել եւ բաժանորդագրվել, մեր համար դա կարեւոր է շատ, ձեր համար դա ոչինչ չարժի անել, մեզ շատ կօգնեք, ինչպես նաեւ խնդրում եմ հավանել եւ տարածել մեր տեսանյութերը, մեր վարձակարգ արտադրանքը առցանց գնելու համար կարող եք այցելել տեսանյութի տակ տեղադրված առաջին հղումը BuyM հարթակում մեր
առցանց խանութից առցանց գնում կատարելու համար։ Կարող եք նաև տեսանյութի տակ այցելել մեր կայքեջը, որտեղից կարող եք եւ ծանոթանալ մեր աշխատանքներին եւ կարդալ հոդվածները, որոնք մենք բարբերաբար տեղադրում ենք, ինչպես նաև տեղեկանալ, թե որտեղ են նաև վաճառվում մեր որ խանութներում, հիմնականում բոլոր խոշոր սուպերմարկետների ցանցերում Mountain High Farms ապրանքանիշով։ Շնորհակալություն եմ հայտնում այսքանով եւ կտեսնվենք։